Բարև ձեզ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, ես Հայկա Ալոյանն եմ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի ԵՍ նախաձեռնության ղեկավար Նաիրիս Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն մեզ Ես հյուրընկալելու եմ համար։ շնորհակալ։ Այս պահին, երբ մենք տաղավարում սկսում ենք մեր զրույցը, քննչական կոմիտեի աշխատակիցները անհետաձգելի քննության բնորոշմամբ ինչ որ խոզարկություն են անցկացնում Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր գրուպի գրասենյակում։ Նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեծն են պետականացնելու, Նիկոլ Փաշինյանի խմբակցության պատգամավորները ժողովրդին խոստանում են հեծը վերադարձնել ժողովրդին, ինչպես Թալանն էին վերադարձնում կոպեկ առ կոպեկ։ Ինչ է կատարվում։ Սամվել Կարապետյանը այդքան մեծ վտանգ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար, թե պարզապես Նիկոլ Փաշինյանն է շատ հիշաչար ու հատիկ առ հատիկ պատասխանատվության է կանչում իրեն հակադարձողներին։ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ բնորոշի, որովհետև նրան արդեն բոլորն են բնորոշում ու այնքան վատ են բնորոշում։ Ես ուղղակի բառապաշարը չի ների այդքան վատ բնորոշում։ Դրա համար ինչ որ միտեղ եթե միջակություն պետք է անեմ, ավելի լավ է զերծ մնամ բնութագրելուց, նրա բնութագիրը բոլորը գիտեն արդեն։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Գործողությունները կամ ինչ են իրականացնում Նիկոլ Փաշինյանի պատվիրատուները եւ ղեկավարները Նիկոլ Փաշինյանի անվան տակ ու ձեռքով։ Հայաստանի Հանրապետությունում հաստատում են ավտորիտարիզմ, դիկտատուրա։ Ինչպես է դա տեղի ունենում։ Հետզհետե, քանի որ խոսքի իրավունքի ազատության սահմանափակումներ, լրատվական դաշտի վրա հարձակումներ, շատ լրատվական ընկերությունների վրա հարձակումներ, այդպես ազգային ժողովի նախագահ եւ վարչապետ կոչվածները իհարկե անձերը անհամատեղելի են իրենց պաշտոնական կարգավիճակի հետ, բայց այդպիսի անձինք բարբերաբար լրատվականների ներկայացուցիչներին հարցնում էին որտեղից էր ֆինանսական միջոցների եւ այլն, այսպիսի շատ մանր եւ ցածր մակարդակի խոսակցություններով գնում էին որոշակի այսպես ավտորիտարիզմի քարերի միմյանց վրա տեղադրելու։ Ավտորիտարիզմը միշտ լինում է կիսատ, եթե դա չի զուգորդվում տնտեսական բռնությամբ։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանի այս քայլը հենց տնտեսական բռնության արդեն վաղուց մեկնարկված գործողությունների շարունակությունն է։ Միշտ տնտեսական բռնությունը բաժանում ենք 4 հատվածի Հայաստանի Հանրապետությունում, ինչից է սկսել Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, այնպիսի ընդգրկողություն է վերցրել, որ ամբողջական դաշտը փակում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է տեղի ունենում։ Սկզբից ներդրում էր հայտարարագրային համակարգ, այսինքն բոլոր բնակչության անհատական կյանքի վերահսկողություն, նպատակների վերահսկողություն, ծախսերի վերահսկողություն, գաղտնիքների վերահսկողություն եւ այլն։ Այնուհետև հարձակում գործեց փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա եւ հարկային բեռի ավելացումով եւ դուժեր տուգանքների ու տարատեսակ այսպես քրեական գործերի հիմքեր ստեղծելով օրենսդրական մակարդակում։ Հարձակումը շարունակեց խոշորով, այսինքն խոշոր բիզնեսի վրա հարձակումներով, ձերբակալություններ, շինծու քրեական գործերի հարուցումներ, իսկ դա իր արդեն վառ արտահայտումը գտավ հենց Սամվել Կարապետյանի գործով, որովհետև Սամվել Կարապետյանի գործով անցավ բոլոր տեսակի կարմիր գծերը։ Առաջին կարմիր գիծը, որ անցավ, սեփականության իրավունքի անձեռնմխելիության խախտում իրականացրեց եւ համայն աշխարհին ցույց տվեց, որ եթե որևէ մեկը Հայաստանում փորձ կատարի ներդրումներ կատարելու կամ կունենա ներդրումներ կատարելու նպատակ, ապա դուք միանշանակ վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են կառավարության ղեկավարի ցուցումով անմիջապես ազգային ժողովի նիստ գումարել, օրենքի փոփոխություն կատարել եւ ունե զրկել ձեզ։ Սա մեսիջը, այսինքն սա այն կարմիր գիծն էր, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի Հանրապետությունում ներդրումները շարունակ բացասական են, եւս երաշխիքներ այն բանի, որ այլևս Հայաստանի Հանրապետություն պետք է ներդրումներ չլինեն։ Բացառությամբ մի պետության։ Հիմա դրան առանձին կանրադառնանք։ Երկրորդ կարմիր գիծը, որ հատեց, ցույց տվեց, որ ներդրողները գործարար հատվածը պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքականության մեջ ընդհանրապես ներգրավվածություն չունենան։ Սա ստեղծված է որպես միֆ, կատարյալ ապուշություն, որովհետև բարիք ստեղծողը գործարարն է։ Տեսեք բիզնեսի ֆունկցիան ինչպիսին է։ Բիզնեսը բարիք ստեղծողն է, հիմնական հարկատուն է, Հայաստանի Հանրապետության բյուջեի 98%-ը հարկերից հավաքագրված եկամուտներն են, հիմնական գործատուն է, որովհետև Հայաստանի Հանրապետության վարձու աշխատողների մոտավորապես 70%-ը մասնավոր հատվածում ներգրավված աշխատողներն են։ Բիզնես այն առանցքն է, որի շուրջ բոլորս պտտվում ենք։ Վարձու աշխատողներ, պետություն եւ արտաքին հարաբերություններ, որովհետեւ այդ նույն բիզնես կապերը
նաև արտաքին հարաբերություններում են, չէ, շատ լուրջ դերակատարում ունեն ներկրումներ, արտահանումներ, ծառայությունների մատուցումներ, ծառայությունների ներկրումներ եւ այսպես շարունակ։ Այսինքն այդ կեղծ շինծու, այսպես ասած, օրակարգով, որ բիզնեսը պետք է չխառնվի ապագային, իսկ այնինչ բիզնեսը հենց պետք է խառնվի, որովհետև բիզնեսը ունի այդտեղ ներդրումներ եւ բիզնեսը այդ առանցքն է եւ եթե երկիրը ակնհայտ բոլորիս աչքի առաջ հանձնվում է, ապա այո, բիզնեսը պետք է խոչընդոտի, դիմագրավի եւ քայլեր ձեռնարկի։ Ցույց տվեց, որ բոլորը, ովքեր որ ունեն ազդեցություններ, ովքեր որ ունեն միտք, ստեղծագործեն, կարող են եւ ընդունակ մարդիկ են, նրանք չպետք է խառնվեն Հայաստանի Հանրապետության հանձնման ապամոնտաժման գործին։ Հաջորդ կարմիր գիծը նա էր, որ սկզբից հարկատուներին հերոսացրեց, ժողովրդի աչքի առաջ, հետո բնականաբար ինքը չէր կարող հերոսացրած ինստիտուտը չարժեզրկեց, ինչը տեղի ունեցավ բանակի պարագայում։ Եվ նաև մեսիջեր բոլոր բիզնեսներին, որ տեսեք ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկատու հանդիսացող անձի հետ, նույնը կարող է կատարվել բոլորիդ հետ։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի ՏԿ նախարարը Թուրքիայում իր գործընկերոջ հետ քննարկում էր էներգետիկ փոխհամագործակցության հարցեր ու նաև նկատեցի, որ Թուրքիայում հանդիպել է նաև եվրոպացի այլ գոլեգաների հետ, այսինքն Թուրքիան Հայաստանի իշխանությունների համար դարձել է հարթակ աշխարհի հետ հարաբերվելու համար։ Սակայն կենտրոնանանք այդ էներգետիկ համագործակցության քննարկմանը, միևնույն ժամանակ խոսք է գնում հեծը, այսպես ասած, պետականացնելու մասին ու լուրեր են տարածվում, որ իրականում նպատակ կա հեծը վաճառել թուրքական ընկերությանը։ Ստացվում է, որ Հայաստանի համաразգային անվտանգային ռեսուրս հանդիսացող հեծը կարող է հայտնվել ինչ-որ մի գեղեցիկ բայի Թուրքիայի ձեռքում եւ մեզ գցել Թուրքիայից նաեւ էներգետիկ կախվածության մեջ։ Որքանով են ճշմարտանման այս լուրերը։ Ամբողջությամբ իրատեսական են այս լուրերը։ Տեսեք, մի քիչ ավելի խորքից գանք, այդ թվում ձեր հետ մենք ունեցել ենք զրույց Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ կապված։ Ենթադրում եմ մեր բոլոր զրույցներից եւ այսքան վերլուծություններից հետո հարց չի մնացել, չէ, որևէ մեկի մոտ, որ արտաքին քաղաքական վեկտորը Հայաստանի ուղղվում է դեպի Եվրոպա կամ դեպի Ամերիկա։ Արդեն բոլորին ակնհայտ է, չէ, որ դեպքում է դեպի Թուրքիա։ Սա ֆիքսենք, որից հետո պետք է ածանցենք մնացածը։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն կամ ուղղում որևէ երկրի վրա, դա իր հետ բերում է պոտենցիալ հետևանքներ։ Դա նշանակում է ռազմավարական օբյեկտների տրամադրում այդ վեկտորի ուղղված պետությանը, դա նշանակում է ռազմավարական նշանակության կազմակերպությունների բաժնետոմսերի տրամադրում, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության ամբողջական վերահսկողության համար կարևորագույն նշանակություն ունեցող ամեն ինչի տրամադրում թուրքական վերահսկողության։ Եկեք չմոռանանք Ամերիաբանկի դեպքը, 1 տարի առաջ ընդամենը տեղի ունեցել, ում են պատկանում այժմ 90% բաժնետոմսերը։ Այն պարագայում, երբ որ Ամերիաբանկի սեփականատերը գտնվում էր Բաքվի բանտում, գնաց Թուրքիա։ Հասկանում եք, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի գիգանտը վաճառվեց թուրքերին, այժմ ժամանակն է, որ հեծը վաճառվի թուրքերին, այնուհետև մենք ականատեսը կլինենք, եթե իհարկե սա հաջողությամբ կարողացավ մարսել, ես գոնե ունեմ լավատեսություն, որ չի կարողանա մարսի եւ չի հասցնի իր գործողությունը կատարի Նիկոլ Փաշինյանը եւ հնարավորություն կլինի այլ։ Ինչով է պայմանավորված այդ լավատեսությունը։ Հաջորդի այդ մասին տեսեք, հաջորդը կլինի իհարկե Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ այսպես շարունակ։ Ամեն ինչը հերթով պետք է հանձնել։ Ու հեծի հանձնումով տեսեք Թուրքիային նա նաև լուծում է իր համար էլեկտորալ նշանակության խնդիր։ Տեսեք այսօրվա գրառումը Նիկոլ Փաշինյանի հեծի աշխատակիցներին իր հորդորները, ուղերձները, դրանք խոսում են մի կողմ դնենք այդ աննորմալություն, տագիտություն եւ այլն իրավական դաշտի, անտեղյակություն, սնանկություն, դրանք մի կողմ դնենք, բայց ինչ է սա նշանակում։ Պատկերացնում է, որ խոշորագույն կազմակերպության աշխատակիցները կարող են որոշակի առումով ուղղորդվել իրենց ղեկավարից կամ իրենց համար հեղինակություն ունեցող անձանց, ինքը նաև սրանով փորձում է էլեկտորալ հարցը լուծել։ Եթե իրեն ձայն չեն տալիս, գոնե նաև չտան ձայն իրենց հակառակորդներին։ Այսպիսի խնդիր է լուծում։
Պարոն Սարգսյան, իսկ նշեցիք նաև Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատն է հաջորդը լինելու։ Տեսեք, Հայաստանում տնտեսական մեծ լծակներ ունի նաև Ռուսաստանը։ Շատերը ասում են Ռուսաստանի թույլտվությամբ է Նիկոլ Փաշինյանը այս process-ները գերներացնում։ Իսկապես այդպես է։ Կամ Ռուսաստանը կարող է հակազդեցություն ներկայացնել, թե իսկապես մենք Ռուսաստանի հետաքրքրությունների ցանկից ընդմիշտ դուրս ենք մնացել, գոնե մոտակա 10-15 տարվա կտրված։ Ես եկեք գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը եւ այլն, թող դա իրենց գործն է, իրենց ներքին Իրենց գործն է։ խղճին մնա, հա։ Այո, բայց այնուամենայնիվ սա Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն է եւ ես հեռու եմ այն մտքից, որ եթե հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանդուրժում են Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը, ապա մտածել ինչ որ երկրի Հայաստանի փրկության մասին, սա ես երբևէ նորմալ չեմ համարել, չեմ էլ համարում, չեմ էլ կարող համարել։ Եկեք միկրո մակարդակ, հա, անդրադառնանք։ Եթե դուք վերահսկում եք որևէ մեկի կյանքը, կառավարում եք որևէ մեկի կյանքը, այդ թվում կյանք եք տրամադրում շարունակ նրան, նա գնում է ինչ որ տեղից իրեն գլորելու, դուք անընդհատ հետ եք պահում նրան։ Նա չի կարողանում վաստակել եւ սնվել, դուք անընդհատ սնունդ եք գնում նրա համար։ Նա առանց հագուստի գտնվում է ինչ որ ձմեռային պայմաններում դրսում, եւ դուք անընդհատ նրան հագուստով ապահովում եք կամ ինչ որ տաք վայրով ապահովում եք։ Այդ մարդը ունի անկախություն կամ ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։ Եթե դուք այդքան ներդրում եք կատարում այդ մարդու վրա, նշանակում է նա պետք է կառավարվի ձեր կողմից, չէ՞։ Ստանա հրահանգներ, ենթարկվի այդ հրահանգներին եւ կատարի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքը իրեն դրել է մի ծովափ մեջ։ Ոչ, ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար եմ ասում։ Մենք մի կողմից, տեսեք, հանրային դաշտում այսպիսի խոսույթները անընդունելի են ու աններելի են։ Մեկը խոսում է Ռուսաստանի փրկության վերաբերյալ, ինչու Ռուսաստանը մեզ չի փրկում։ Այսպիսի ակնկալիքներ ունեն։ Հաջորդը խոսում է Եվրոպայի մասին։ Ինչու Եվրոպան մեզ չփրկեց կամ ահա Եվրոպան գա մեզ կփրկի։ Չփրկեց, որովհետև մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք։ Հաջորդ Թուրքիայի մասին։ Ժողովուրդ ջան, գիտակցեք մի պարզ բան։ Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է մենք անկախության մասին չենք կարող խոսել։ Նշանակում է այդ երկիրը եթե մեզ փրկեց, եթե մեզ օգնեց, մենք հավերժ պարտք ենք այդ երկրին եւ ինքը կառավարելու է մեզ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ Ռուսաստան, ինչ Եվրոպա, ինչ Ամերիկա։ Մենք հանդուրժում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը ապամոնտաժում է, թե չէ։ Ուրեմն բոլորն են հանդուրժել, ամբողջ աշխարհը հաշտ է լինելու դրա հետ։ Ամբողջ հայաստանյան սոցիալական եւ լրատվական դաշտը քննարկում էր Ֆրանսիայի եւ Հայաստանի բարեկամության հարցը։ Ինչ էր անում Ֆրանսիան։ Հենց հիմա Աբշերոնյան թերակղզում խոշորագույն ներդրումներ է կատարում գազի վերամշակման։ Ինչու Ֆրանսիան, որ գալիս է ինչ որ մի հատ մանկամիտ երիտասարդ նախագահ Ֆրանսիայի գալիս է եւ բարեկամության կոչերի անում, անհանգստություններում մտահոգությունների հայտնում, բայց իր այդ աննորմալ ժպիտի տակ թաքնված է Ադրբեջանի հետ գործարքի գնալու գաղափարը Ֆրանսիան էր գալու ձեզ փրկեր։ Ոչ, ես հեռու եմ այդ մտքից, նորից եմ կրկնում, եթե մենք չենք ցանկանում ինքնակազմակերպվենք եւ փրկվենք, ապա որևէ մեկը մեզ չի փրկելու։ Եվ իմիջիայլոց բժշկության մեջ այդպեսի մի հատ խոսք կա հայտնի։ Ասում եթե հիվանդը չի ցանկանում բուժվել, ապա բժշկությունն անզոր է դրա դեմ։ Հիմա եթե հայերը չեն ցանկանում փրկվել, ապա աշխարհը անզոր է դրա դեմ։ Պարոն Սարգսյան, Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանին կալանավորեցին 2 ամսով, այն բանի համար, որ պարզապես ասել էր, որ եթե չեք ուզում երկիրը կործանվի, հեղաշրջում է պետք, ցանկացած ժողովուրդ ունի իրավունք հեղաշրջում կատարելու։ Բայց Նիկոլ նաև նշեցիք, որ Հայաստանում մենք գնում ենք ավտորիտարիզմի շատ սահուն քայլերով ու արագ քայլերով։ Ինչ է ստացվում, ցանկացած մարդ, որը բարձրաձայնում է իր մտահոգությունները Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ, այսուհետ հայտնվելու է կալանավայրում Միքայել Աջապահյանի նման։ Կարծում եմ այո, տենդենսը դեռ երկար է շարունակվելու, ապօրինի կալանքները երկար են շարունակվելու, որովհետև մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հանձնվում է մաս առ մաս Թուրքիային, եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած կարող անձ, ով որ կարող է ազդեցություն ունենալ եւ դիմագրել այդպիսի գործողություններին, ապա այդ մարդը պետք է ժամանակավորապես հանրային դաշտից դուրս մղվի։ Դա կլինի կալանքի տեսքով, դա կլինի տարատեսակ քրեական գործերի շրջանակներում խոսքի ազատության սահմանափակումների տեսքով, տարատեսակ դրսևորումներ դրանք կարող են տեղի ունենալ։ Միքայել Աջապահյանին կալանավորելու որոշումը եւ այդ գործողությունը դա ակնհայտ ապօրինություն է դրա մասին բազմիցս նաեւ փաստաբանական խումբն է նրանց հանդես եկել հայտարարություններով եւ միայն այսպես ասած
Թուրքիային հանձնվելու գործողությունների լույսի ներքո չեմ ես դա տեսնում ձերբակալություն։ Նիկոլ Փաշինյանը ունի քրոնիկ վախ բոլոր ազդեցիկ մարդկանցից, խելացի մարդկանցից։ Այս մարդը չունի կրթություն, այս մարդը չունի արժանապատվություն, այս մարդը չունի իրենց ասած դուխ այդ այսպես ասած իհարկե հեղափոխության, որովհետև դա հեղափոխություն չէր, հեղափոխության սիմվոլ դարձած դուխը չունեն սրանք։ Հենց տեսնում են այդ բոլոր արժեքներով իրենց գերազանցող անձանց ակնհայտ նախանձով են նրանք վերաբերվում եւ ճշնամաբար են տրամադրվում եւ ցույց են տալիս, տեսեք, մարդը ինչով է ուժեղ։ Ընդհանրապես որ որևէ մեկին բնութագրում են ուժեղ է, կամային է, սկզբունքային է եւ այլն, այդ մարդը ունի գիտելիքներ, այդ մարդը ունի դաստիարակություն, ունի պահվածք, ունի կարմիր գծեր, որը երբևէ չի հայտի, իմաստություն, ունի նրա խոսքը կշիռ եւ այսպես շարունակ, չէ՞։ Նիկոլ Փաշինյանի կյանքում դա երբևէ չի հանդիպել։ Ինքը երբևէ դրանցից որևէ մի որակ չի ունեցել։ Հիմա նրա ձեռքում հայտնվել է իշխանություն եւ նրան թվում է, որ ուժը հենց իշխանությունն է։ Ոչ Իրանյան ժողովրդին, ում իշխանությունը կհայտնվի տագետների, վախկոտների ձեռքում։ Հիմա մենք այդպիսի իրավիճակում ենք հայտնված։ Պարոն Սարգսյան, 2026 թվականին ընտրություններ են եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ պատրաստվում է այդ ընտրություններին։ Եթե հիմա ամեն ինչ իր սցենարով այսպես սահուն գրնա, ցանկացած հակաիշխանական քննադատություն փակեն պատերի հետևում, ինչ է ստացվում, Նիկոլ Փաշինյանը երկարաձգում է իր իշխանությունը, մեզ էլ վերջնականորեն մտցնելու է թուրքական լծի տակ։ Ոչ։ Եկեք 26 թվականի ընտրությունների նախապատրաստական հատվածը եւ ավտորիտարիզմի հաստատումը ու Թուրքիայի լծի տակ մտնելը, եկեք անպայման համադրենք միմյանց ու տեսեք թե ինչ կստացվի։ Եթե Աստված մի առասցե Նիկոլ Փաշինյան 2026 թվականին վերընտրվում է, որի համար ես խորը կասկածներ ունեմ, համոզմունք ունեմ, որ նա չի կարող վերընտրվել։ Դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջին ժողովրդավարական ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանի համար ամենակոմֆորտ զոնան գիտեք ո՞րն է։ Որը։ Երբ որ Հայաստանը դառնա թուրքական վիլայետ եւ Նիկոլ Փաշինյանը դառնա նշանակովի վիլայեթապետ կամ վարչապետ կամ չգիտեմ ընչապետ, ինչ որ մի բանի պետ։ Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող ժողովրդավար եղանակով վերընտրվել։ Դրա համար է այս ավտորիտարիզմի հաստատումը, Հայաստանի Հանրապետության հանձնումը Թուրքիային այնուհետև նշանակումը նրա։ Որովհետև դա միակ տեղը կլինի, որ օրինակ պատկերացրեք սահմանադրական փոփոխություններ, եկեղեցու կազմակերպում, արժեզրկում եւ այլն, վերջում ինչ է տեղի ունենալու։ Այնպիսի վարչապետի նշանակման ինստիտուտ է ներդրվելու, որի պարագայում ցանկացած մի դժգոհության դեպքում կասեն, բայց դուք ինչ իրավունք ունեք վարչապետի ինստիտուտի դեմ բողոքելու։ Օրինակ մարզպետը նշանակովի պաշտոն է։ Հնարավոր է դուրս գալ բողոքի ցույցերի, ասել վարչապետը պետք է հրաժարական տա, հնարավոր է դուրս գալ համայնքի ղեկավարի դեմ բողոքի ակցիաների եւ ասել դու պետք է հրաժարական տաս, որովհետեւ ընտրական խոստումներ չես կատարել եւ այլն։ Բայց մարզպետը ընդհանրապես կառավարության ներկայացուցիչն է մարզում, նշանակովի ժողովրդի կողմից երբևէ չի ընտրվում, ժողովրդի պահանջն էլ չի կատարում։ Ընդհանրապես, այսինքն Նիկոլ Փաշինյանի համար ամենակոմֆորտ զոնան Հայաստանի Հանրապետությունում մարզպետի կարգավիճակ ունենալն է։ Պարոն Սարգսյան, իսկ ինչու եք այդքան լավատեսորեն տրամադրված, որ 2026 թվականին չի վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանն է նրան հակադրվելու, թե այլ գործընթացներ են լինելու։ Ես չէի առանձնացնի հակադրվողներից որևէ մեկին չէի տարանջատի, որովհետև վերջին սոցիալական հարցումները անընդհատ շարունակաբար ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ունի կայուն վարկանիշի նվազում։ Հետևաբար սա յուրաքանչյուր հայի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերաբերմունքն է Նիկոլ Փաշինյանին, իր գործունեությանը, իր կառավարությանը, իր խմբակին եւ այլն։ Ցանկացած տեսակի դիմագրավում եւ ցանկացած տեսակի խոչընդոտում, թեկուզ յուրաքանչյուր այն քաղաքացին, որ մի հատ ընտրապծիչկայով դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին, այո, նա Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման դեմ կիրառական քայլ է ձեռնարկում։ Ես այդ վստահությունը ունեմ, որ իմ հայրենակիցները չեն տրվի այլևս խաբեության եւ չեն վերընտրի Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Սարգսյան, դուք ենթադրում եք, որ Նիկոլ Փաշինյանը աչքի առաջ ունենալով իր կրախը եկող ընտրություններում հավելյալ սցենարներ չի մտածի դա խափանելու համար։ Նիկոլ Փաշինյանը վաղուց ոչ թե մտածել, որովհետեւ դժվարանում եմ պատկերացնել մտածել եւ Նիկոլ Փաշինյան համադրությունը, բայց ստացել է հրահանգ եւ հենց հիմա կիրառում է։ Հենց հիմա ցանկացած վտանգ ներկայացող մարդու, ցանկացած ազատ խոսք ասող մարդու ջուրքերական գործերով շինծու ձերբակալությունների հետ անում։ Այսինքն նա կատարում է հիմա դա։
անընդհատ հարկային բռնություններ է կիրառում, տնտեսական բռնություններ է կիրառում, որպեսզի մարդիկ վախից չխոսեն։ Այս մարդիկ կարող են վախենալ եւ չբարձրաձայնել, բայց այդ ընտրական տարածքում, որտեղ որ նրանք մնում են միայնակ իրենց խղճի դեմ, նրանք երբևէ Նիկոլ Փաշինյան անվան դիմաց ընտրություն չեն կատարի։ Այսինքն դուք Բնականաբար սա զուգորդվում է Նիկոլ Փաշինյանի կեղծարարությունների, ընտրակեղծիքների հարցը հենց այդ կոնտեքստով է։ ընտրակեղծիքների սցենարներին։ Ընտրակեղծիկից առաջին հերթին հենց հիմա պատրաստվում է ապագա ընտրակեղծիկին։ Հեծի սեփականաշնորհումը մի կողմից ունի ռազմավարական նշանակության կազմակերպության Թուրքիան տրամադրելու խնդիր։ Մյուս կողմից նոր ընտրաձայները։ Հաջորդ կողմից ինքը ունի ամբողջությամբ կառավարելու խնդիր, որովհետև հեծային գործիքն է, որի միջոցով ցանկացած ընտրական տեղամասում հնարավոր է իրականացնել հոսանք անջատումներ, հնարավոր է առաջացնել արհեստական վթարներ, որով կարող է ամբողջ process-ը դարձնել կառավարելի եւ որով կարող են քվեատուփեր ուղղակի փոխանինվել Նիկոլ Փաշինյան անվամբ քվեատուփերով։ Բայց իհարկե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ հանրային ու քաղաքական գործիչներն էլ այդպես քնած չեն մնալու թմբիրի մեջ, ոչ չեն լինելու։ Այսինքն նաեւ դրան պետք է չէ հաջորդի հետընտրական զարգացումներ։ Իհարկե պետք է հաջորդի։ Այսինքն հույս դեռ ունենանք։ Ոչ թե հույս ունենանք, ավելին շատ լավ մտածեք։ Չի կարող Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին լինել, որովհետև չի կարող Նիկոլ Փաշինյանը լինել 3 միլիոն քաղաքացի չլինի։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հետևաբար այստեղ պատասխանն նույնն է, չլինի Նիկոլ Փաշինյանը, լինի 3 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Շատ པարզ բանաձև է այստեղ։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր Հայաստանի Ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը։ Ես Հայկ Ալոյանն եմ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, հաջողություն։